Եթե ձեզ մոտենում են փողոցում եւ հրավիրում անցնել ոստիկանության բաժին, մի դիմադրեք։ Դա կարող է գնահատվել որպես դիմադրություն պաշտոնատար անձին եւ կարող է հանգեցնել քրեական պատասխանատվության։ Ոստիկանը պարտավոր է ներկայանալ, հայտնելով անուն, ազգանունը, ցույց տալ համապատասխան վկայական, հայտնել պատճառը եւ անհրաժեշտությունը։ Եթե ձեզ հրավիրել են ոստիկանություն, դատախազություն, ազգային անվտանգության ծառայություն, ձեր իրավունքն է պահանջել ծանոթագիր, որտեղ պետք է նշվի ուր են ձեզ հրավիրում, ինչպիսի դատավարական կարգավիճակով, վկա, տուժող, կասկածյալ, մեղադրյալ, ներկայանալու օրը, ժամը, հրավիրող անձը։ Եթե ձեզ կանչել են որպես վկա, դուք իրավունք ունեք ներկայանալ փաստաբանի հետ, նախազգուշացնել ձեր հարազատներին, որտեղ են ձեզ կանչել, կանչելու օրը եւ ժամը։ Եթե դուք վկա եք, ձեզ իրավունք չունեն արգելելու զանգահարել ձեր հարազատներին։ Եթե ձեզ հրավիրել են հարցաքննության, դուք պարտավոր չեք ցուցմունք տալ, ինչպես ձեր, այնպես էլ ձեր մերձավորների վերաբերյալ, այդ թվում ամուսնու, տատի, պապի, ծնողի, որդեգրվածի, որդեգրողի, քրոջ, եղբոր, զավակների, սկեսրայրի, սկեսրոջ, զոքանչի եւ աներոջ դեմ։ Եթե ձեզ ձերբակալել են, պետք է կազմվի համապատասխան արձանագրություն, որտեղ նշվում է ձերբակալման օրն ու ժամը, պատճառը։ Դուք իրավունք ունեք պաշտպան հրավիրել, անհապաղ, բայց ոչ ուշ քան 12 ժամվա ընթացքում տեղեկացնել ձեր հարազատների, ձեր գտնվելու վայրի, ձերբակալման պատճառի մասին։ Ձերբակալումը չի կարող տևել 72 ժամից ավել ձերբակալման պահից, մինչև դատարանի կողմից կալանավորման մասին որոշում կայացնելը կամ անձին ազատ արձակելը։